Ղուկաս 14 Ջրկողով հիվանդի բժշկումը շաբաթ օրով։ Երբ մի շաբաթ օր նա մտավ փարիսեցիների իշխանավորներից մեկի տունը հաց ուտելու, նրանք դիտում էին նրան, և ահա այնտեղ նրա առաջ ջրկողով հիվանդ մի մարդ կար։ Հիսուս պատասխանեց օրենսգետներին ու փարիսեցիներին և ասաց. շաբաթ օրով բժշկելը օրինավոր է, թե ոչ։ Նրանք լուռ մնացին։ Հիսուս նրան բռնելով բուժեց և արձակեց։ Եվ նրանց ասաց. ձեզնից ում եզզկամեշը ընկնի ջրհորի մեջ, նա իսկույն այն չի հանի շաբաթ օրով։ Եվ այդ մասին նրան պատասխան տալ չկարողացան։ Դաս խնջույքի հրավիրվածներին։ Հրավիրվածներին էլ մի առակ ասաց, տեսնելով, թե ինչպես նրանք պատվոտեղեժն էին ընտրում, նրանց ասաց. երբ մեկը քեզ հարսանիքի կամ հրավերքի կանչի, առաջին տեղը մի նստիր, գուցե քեզնից ավելի պատվական մեկը նրա կողմից կանչված լինի, և քեզ ու նրան կանչողը գա ու քեզ ասի. սրան տեղ տուր, և ապա սկսես ամոթով վերջին տեղը գրավել, այլ երբ հրավիրվես, գնա բազմիր վերջին տեղը, որպեսզի երբ քեզ կանչողը գա և քեզ ասի. բարեկամ, ավելի վեր մոտեցիր, այն ժամանակ քո սեղանակիցների առաջ դու փառավորվես, որովհետև նա, ով ինքն իրեն բարձրացնում է, պիտի խոնարհվի, և նա, ով ինքն իրեն խոնարհեցնում է, պիտի բարձրանա։ Հրավիրվածների ընտրություն։ Իրեն հրավիրողին էլ ասաց. երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի կանչիր ոչ քո բարեկամներին, ոչ քո եղբայրներին, ոչ քո ազգականներին և ոչ էլ քո հարուստ հարևաններին, որպեսզի նրանք էլ փոխարենը քեզ չհրավիրեն և քեզ հատուցում լինի, այլ երբ ընդունելություն անես, կանչիր աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կույրերին, և երանելի կլինես, որովհետև փոխարենը քեզ հատուցելու ոչինչ չունեն, և դրա փոխարեն քեզ կհատուցվի արդարների հարության օրը։ Մեծ խնջույքի առակը։ Երբ սեղանակիցներից մեկը այս լսեց, ասաց նրան. երանի նրան, ով ճաշ կուտի Աստծո արքայության մեջ։ Եվ Հիսուս ասաց. մի մարդ ընթրիք սարքեց և հրավիրեց շատերին, և ընթրիքի ժամին իր ծառային ուղարկեց կանչելու հրավիրվածներին, թե եկեք, որովհետև ահա ամեն ինչ պատրաստ է։ Եվ ամենքը մեկ-մեկ սկսեցին հրաժարվել։ Առաջինն ասաց. ագարակ գնեցի և պետք է, որ գնամ տեսնեմ, խնդրում եմ քեզ, ինձ հրաժարված համարիր։ Եվ մյուսն ասաց. 5 գլուց եզներ գնեցի, գնում եմ դրանք փորձելու, խնդրում եմ քեզ, ինձ հրաժարված համարիր։ Իսկ մյուսն ասաց. կին եմ առել, դրա համար էլ չեմ կարող գալ։ Եվ ծառան եկավ ու իր տիրոջը պատմեց այս։ Այդ ժամանակ բարկանալով, տանտերն իր ծառային ասաց. իսկույն դուրս եկ քաղաքի հրապարակներն ու փողոցները, և աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կույրերին բեր մտցրու այստեղ։ Եվ ծառան ասաց. Տեր, ինչ հրամայեցիր, կատարվեց, և էլի տեղ կա։ Եվ տերը ծառային ասաց. դուրս եկ ճանապարհներն ու ցանկապատների առաջ և մարդկանց այստեղ մտցրու, որպեսզի տունս լցվի։ Ասում եմ ձեզ, որ այդ հրավիրվածներից ոչ ոք իմ ընթրիքից չի ճաշակի։
Քրիստոսի ճշմարիտ հետևորդը, և նրա հետ շատ ժողովուրդ էր գնում։ Նա դարձավ և ասաց նրանց. «Եթե մեկը ինձ մոտ գա և չնախընտրի ինձ իր հորից ու մորից, կնոջից ու որդիներից, եղբայրներից ու քույրերից, նույնիսկ իր անձից անգամ, չի կարող իմ աշակերտը լինել, որովհետև ով որ չվերցնի իր խաչը և իմ հետևից չգա, չի կարող իմ աշակերտը լինել։ Ձեզնից ով, եթե կամենա աշտարակ շինել, նախ նստելով չի հաշվի իր ծախսերը, թե ավարտելու համար բավական դրամ ունի, որպեսզի գուցե, երբ հիմը դնի և չկարողանա ավարտել, բոլոր նրանք, որ տեսնեն, չսկսեն նրան ծաղրել և ասել, թե այս մարդը սկսեց կառուցել և չկարողացավ ավարտել, կամ որ թագավորը, եթե գնա պատերազմելու մի այլ թագավորի դեմ, նախ չի նստի և խորհի, թե 10,000-ով կկարողանա դիմադրել նրան, որ իր վրա 20,000-ով է գալիս, ապա թե ոչ, մինչ սա դեռ հեռու է, պատգամավորություն ուղարկելով խաղաղություն կխնդրի, արդ այդպես էլ ձեզնից, ով որ իր ամբողջ ունեցվածքից չհրաժարվի, չի կարող իմ աշակերտը լինել»։ Անհամ աղը։ Աղը լավ բան է, բայց եթե աղն էլ անհամանա, ինչով այն պիտի համեմվի։ Ոչ հողի համար է պիտանի և ոչ էլ պարարտանյութի, այլ դուրս թափելու։ Ով որ ականջ ունի լսելու, թող լսի։